ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը որոշ տեղեկություններով բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին կալանավորված Վարդան Ղուկասյանին Դոգին Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը մինչև Հայաստան վերադառնալը։ Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում, վստահ որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատև հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ հաջողությունը։ Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի շնորհիվ մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են $500,000 ծախսել պրոֆեսիոնալ լոբիստներ վարձել։ Իսկ Մակունցը չնայած ջանքերին գործողումը երկարաձգելու օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։ Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս ոցափնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ, հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։ Մեր տեղեկություններով Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեծ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել 15-ից 20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց մոտորերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։ Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022 թվականներին աշխատել է Management Systems International-ում, ԱՄՆ ՄԶԳ որպես փորձագետ Սյունիքի մարզ։ 2022-ին նշանակվել է Նորք Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ, նշանակվելով թաղապետի տեղակալ։ Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն ՌԴ գործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը։ Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռևս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանը, մոտորելս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Երեք կապանցի ԿՊԱ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, абսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է, տարածքի խնդիրը չի լուծվում։ Հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։ Գրել ենք, որ Արթունենք նախաձեռնության իմպիչմենթի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Հայրենի կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին եւ Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։ Միևնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա 8 պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ, վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի եւ ճիշտ կլինի պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։ Տեղեկացանք նաև, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է Մոսկվա բնակ եղբոր հետ խորհրդակցելու իր առաջադրման մասին եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղևորության ընթացքում նաև որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի։